Նայի խայծը դասընթացի 5-րդ դասին։ Անհավատալի է, որ արդեն 5-րդ դասին ենք հասել։ Ժամանակը թռչում է։ Թույլ տվեք ասել, որ դուք ամենազարմանալի, հրաշալի ընկերներն եք, որոնք կարող էին հավաքվել այս նպատակով։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ Աստծո հանդեպ ձեր քաղցի եւ սիրո համար։ Ես անվանել եմ այս դասը փախուստ ծուղակից։ Բոլորս գիտենք, թե որ ծուղակի մասին է խոսքը։ Վիրավորված լինելու ծուղակի։ Հիշեք Հիսուսն ասաց Ղուկասի 17:1-ում. անկարելի է, որ վիրավորանքներ չգան։ Եթե դուք ջուր եք խմում, օդ եք շնչում, դուք վիրավորվելու հնարավորություններ կունենաք։ Պարզապես հիշեք, որ ձեր արձագանքը վիրավորանքին որոշում է ձեր ապագան։ Դուք կամ ավելի ուժեղ կդառնաք, կամ դառնությամբ կլցվեք։ Միջանկյալ դիրք գոյություն չունի։ Ինչպիսի մարդ էլ լինեք, հիշեք, ամեն անգամ երբ վիրավորանքի հանդիպեք, դուք կփոխվեք, լավ, եւ ավելի լավ է ավելի ուժեղ հավատացյալ դառնաք, քան դառնությամբ լցվեք։ Միգուցե ոմանք, որ այստեղ են նստած, կամ դուք, որ հենց հիմա դիտում եք ձեր խմբում կամ մենակ մտածում եք։ Լսելով առաջին 4 դասը դուք մտածում եք. Բայց Ջոն, դու չգիտես, թե ինչպես են ինձ հետ վարվել։ Քանիսն են լսել այս խոսքերն ինչ-որ մեկից, դուք չգիտեք, թե ինչպես են ինձ հետ վարվել։ Քանիսդ եք երբևէ ասել դա, ձեռք մի բարձրացրեք, լավ։ Երբ ինչ-որ մեկն ասում է դա, ես ասում եմ ոչ, դուք չգիտեք, թե ինչպես եք Հիսուսի հետ վարվել։ Վիրավորված քրիստոնյան այն քրիստոնյան է, որ մոռացել է այն ներումը, որը շնորհվել է իրեն։ Այն մարդը, որը չի կարողանում ներել, մոռացել է կամ երբեք էլ չի գիտակցել այն ներումը, որը շնորհվել է իրեն։ Բացենք Մատթեոսի 18-րդ գլուխը, ամբողջ այս գլուխը վիրավորանքների մասին է, բայց այս գլխում կա մի հատված, որում Հիսուսը խոսում է 12-ի հետ, եւ քանիսդ գիտեք, որ առաքյալները մշտապես տարված էին այն բանով, թե նրանցից ով էր մեծը։ Ճիշտ է, Պետրոսն արդեն 2 աստիճան բարձր էր բոլորից, քանի որ նա ջրի վրայով էր քայլել եւ այլակերպման սարում էր եղել։ Նա էր, որ ասել էր՝ դու ես Քրիստոսը կենդանի Աստծո որդին, այնպես որ նա նույնիսկ 3 աստիճան էր բարձր մի քանիսից, եւ նա փորձում էր հնարավորինս լայն մտածել։ Նա մտածում էր, թե մեծահոգություն էր ցուցաբերում այն բանում, ինչ պատրաստվում էր ասել։ Քանի որ Հիսուսը խոսում էր ներման մասին իր ծառայության ամբողջ ընթացքում, դուք պետք է հիշեք սա, լավ, նա խոսում էր այս մասին հենց սկզբից, սկսած լեռան քարոզից։ Նա շարունակ խոսում էր այս մասին, եւ Պետրոսն ասաց՝ շատ լավ, դուք պետք է հիշեք, որ աշակերտները մեծացել էին օրենքի ներքո, իսկ օրենքը ասում է աչքն աչքի դեմ եւ ատամն ատամի դեմ։ Եթե սպանես իմ շանը, ես կսպանեմ քո շանը, եթե հարվածես ծնոտից, ես կհարվածեմ քո ծնոտին։ Եվ Պետրոսը մտածում էր այնքան լայն, որքան կարող էր։ Նա ասաց՝ Հիսուս, եթե եղբայրս 7 անգամ սխալ վարվի իմ հանդեպ, եւ ես ներեմ նրան, դա բավական է, այնպես չէ։ Պետրոսը սպասում էր, որ Հիսուսը կասեր իրեն՝ Պետրոս, երանի քեզ։ Ճիշտ է։ Մարմինը եւ արյունը չհայտնեցին դա քեզ, լավ։ Նա հենց դրան էր սպասում, բայց Հիսուսը պատասխանեց Պետրոսին. Պետրոս, ոչ թե 7 անգամ, այլ 70 անգամ 7։ Իսկ Ղուկասի ավետարանում նա ասում է՝ մեկ օրում 70 անգամ 7 անգամ իմ դեմ մեղանչելու համար, մեկ օրում 490 անգամ իմ դեմ մեղանչելու համար, դուք պետք է առնվազն մեղանչեք 3 րոպե մեկ առանց քնելու։ Ես չեմ ճանաչում ինչ-որ մեկին, ով կարող է այդքան մեղանչել։ Այսպիսով Հիսուսը նկատի ուներ հետևյալը. Պետրոս, քո ներումը պետք է անսպառ լինի քո երկնային հոր ներման պես։ Եվ Հիսուսը մտածեց. ես կբացատրեմ սա մի պատմությամբ, քանի որ նա միշտ հրաշալի պատմություններ էր պատմում։ Նա սկսեց. կար մի հրաշալի թագավորություն եւ մի մեծ թագավոր, եւ նա ծառաներ ուներ, որոնք պարտք էին իրեն։ Նրա մոտ բերվեց այդ ծառաներից մեկը, որը 10,000 քանքար կամ տաղանդ էր պարտք նրան։ Միգուցե հարցնեք, իսկ ինչ է տաղանդը։ Տաղանդը դրամական չափ չէ, իրականում այն կշռի չափ է։ Տաղանդն այն է, թե որքան կարող էր կրել մեկ մարդը։ Աստվածաբանների մեծ մասը կարծում է, որ տաղանդը 34,5 կիլոգրամ է։ Այսինքն, այդ ծառան 345,000 կիլոգրամ էր պարտքիր թագավորին։ Ինչի կիլոգրամ։ Քանի որ սա պարտք է, մենք կարող ենք ենթադրել, որ խոսքը ոսկու կամ արծաթի մասին էր, որը փոխանակման միջոց էր։ Եկեք ենթադրենք, որ դա ոսկի էր։ Ոսկու 1 գրամը մոտավորապես $42 արժի, այնպես չէ։ 345,000 կիլոգրամ ոսկի։ Դուք գիտեք, թե որքան է դրա արժեքը։ 14,5 միլիարդ դոլար։ Ահա այս ծառայի պարտքը թագավորին։ Ձեզնից քանիսը անվճար պարտք կանվանի սա։ Կարող եմ տեսնել ձեր ձեռքերը, եթե ոչ ուզում եմ խոսել ձեզ հետ ազգերին հասնելու մասին, լավ։ Հիսուսը ըստ էության համեմատեց այդ թագավորին Հայր Աստծո հետ։ Քանի որ մեզ անվճար պարտք է ներվել։
Ճիշտ է, երբ Հիսուսը խաչված էր Գողգոթայում, Կողոսացիների 2-րդ գլխում գրված է, որ նա վերցրեց մեզ հակառակ ձեռագիրը հրամաններով, որոշ թարգմանություններում մեր պարտամուրհակը եւ խաչին գամեց, նա բառացիորեն վճարեց մեր անվճար պարտքը։ Դուք ինձ հետ եք։ Սա է պատճառը, որ ես ասացի, որ նա, ով չի կարողանում ներել, մոռացել է այն ներումը, որը շնորհվել է իրեն։ Մեզ անվճար պարտքի ներում է շնորհվել։ Դուք պետք է հիշեք, մեր արդար վարձքը, այն ինչի մենք արժանի էինք, հավիտյանս հավիտենից դժոխքում այրվելն էր։ Մենք հենց դրան էինք արժանի։ Երբ Ադամը մեղանչեց Աստծո դեմ, Հայր Աստված կարող էր ասել որդուն. նրանք չհնազանդվեցին ինձ, նրանք մեղանչեցին իմ դեմ, թող բոլորը դժոխք գնան հավիտյան, նորից ստեղծենք մեկ այլ տիեզերք եւ ստեղծենք մեկին, ով իսկապես կսիրի մեզ։ Հիսուսը եկավ եւ մահացավ մեզ համար։ Եվ հիշեք, նա տվեց իր կյանքը ազատելով մեզ արժանի պատժից, որը հավիտյանս հավիտենից դժոխքում այրվելն էր։ Ես տեսնում եմ, որ այսօր բազմաթիվ քրիստոնյաների խնդիրը, որոնք չեն կարողանում ներել, այն է, որ մենք դասակարգել ենք մեղքերը։ Դուք հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ։ Այսինքն կան լուրջ մեղքեր, սպանությունը, գողությունը, կախարդությունը, շնությունը եւ այն, ինչ մենք թուլություններ ենք անվանում։ Չներումը, վեճերը, բամբասանքը, ճիշտ է, թուլություններ, բայց գիտեք թե ինչն է զարմանալի։ Առակաց 6-րդ գլխում գրված է, որ կա 6 բան, որ Տերն ատում է, եւ 7-րդը, որը զզվելի է նրա համար։ Գիտեք, որ շնությունն այդ ցուցակում չէ։ Ջոն, դու արդարացնում ես շնությունը, ոչ։ Այդ մեղքը գործողները Աստծո թագավորությունը չեն ժառանգի, ճիշտ է, ես չեմ արդարացնում շնությունը, բայց ինձ համար զարմանալի է, որ 7-րդն այդ ցուցակում, որն Աստված զզվելի է անվանում, եղբայրների մեջ կռիվ գցողներն են։ Ես սիրում եմ ասել հետևյալը. վերաբերվեք բամբասանքին, ինչպես շնությանը, եւ դուք հավանաբար կազատվեք դրանից։ Վերաբերվեք չներելուն, ինչպես սպանությանը, եւ դուք հավանաբար կազատվեք դրանից։ Բայց եթե դիտարկեք դա որպես թուլություն, դուք չեք պայքարի դրա դեմ։ Չներումը թուլություն չէ, այն մեղք է։ Եվ Հիսուսը մահացավ այդ մեղքի համար, ինչպես որ մահացավ շնության, սպանության կամ ցանկացած սեռական եւ այլ մեղքերի համար։ Հիշում եմ, երբ Աստված դաջեց այս ճշմարտությունն իմ ներսում։ Ես ապրում էի Օրլանդոյում, Ֆլորիդայում։ Դա շատ տարիներ առաջ էր։ Լիզան եւ ես նոր էինք ամուսնացել, կարծում եմ Էդիսոնը մոտավորապես 6 տարեկան էր, Օսթինը 4։ Ես մարզվում էի մարզասրահում եւ հիշում եմ, որ ռադիոյով այդ պատմությունն ամեն օր լուրերում էր, քանի որ այն շարունակ քննարկվում էր Օրլանդոյում։ Մի հայր, ով մի քիչ բարկացել էր իր փոքրիկ դստեր վրա, միացրել էր վառարանի ջեռոցը, վերցրել էր տաքությունից կարմրած ցանցը եւ սկսել էր հարվածել երեխային այդ ցանցով ամբողջ մարմնին 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներ պատճառելով։ Այդ աղջիկը 18 ամսական էր։ Մարզասրահի տղաներն ուզում էին սպանել նրան, բոլորս էինք ուզում դա։ Մենք այնպես էինք բարկացել, բայց որքան էլ զարհուրելի լինի։ Անկեղծ ասած, վատագույն մեղքը, որն իմ կարծիքով մարդը կարող է գործել, բռնությունն է երեխաների հանդեպ։ Կարծում եմ դրանից ավելի վատ բան չկա։ Այդ պատճառով էլ ես բերում եմ այս օրինակը եւ Աստված այդ կերպով օգտագործեց այն ինձ համար։ Որքան էլ զարհուրելի լինի, դա ոչինչ է դժոխքում հավիտյանս հավիտենից այրվելու համեմատ, որտեղ որդը չի մեռնի եւ կրակը չի անցնի, որտեղ անձի տանջանք եւ տառապանք կլինի օրուգիշեր հավիտյանս հավիտենից։ Այո, ահա թե ինչի էի ես արժանի, ահա թե ինչի էի ես արժանի, ահա թե ինչի եք դուք արժանի։ Որքան էլ զարհուրելի լինի այդ մարդու արարքը, այն ոչինչ է Հիսուսի հանդեպ մեր արարքների համեմատ։ Ահա թե որքան մեծ է նրա սերը մեր հանդեպ, ահա թե որքան մեծ է նրա շնորհած ներումը։ Անչափ կարևոր է, որ հասկանանք սա։ Ահա թե ինչու ես ասացի, որ այն մարդը, ով չի կարողանում ներել, մոռացել է այն ներումը, որը շնորհվել է իրեն։ Կարծում եմ, մենք չենք կարողանում ավետարանով հասնել մարդկանց այն պատճառով, քանի որ մոռացել ենք, որ մեղքը մեղք է։ Հիշում եմ, որ Բիլլի Գրեհեմն ասում էր. փոքր քարը լճի հատակն է իջնում, ինչպես եւ մեծ քարը։ Այն, ինչը մենք փոքր մեղք ենք համարում, նույնքան արագ կիջնի լճի հատակը, որքան այն, ինչը մեծ մեղք ենք համարում։ Հիշում եմ, ես քարոզում էի 2000 անդամ ունեցող մի եկեղեցում, դա տարիներ առաջ էր, եւ այդ եկեղեցու հովիվն ասաց ինձ. մենք անում ենք այն, ինչ բոլոր հովիվները ծառայությունից հետո։
Մենք գնացինք ընթրելու եւ արդեն շատ ուշ էր։ Սովորաբար ես չեմ սիրում դա, բայց այդ օրը գնացի, քանի որ ուզում էի շփվել այդ հովվի հետ։ Ես եկել էի այդ ցերեկ եւ թռչելու էի հաջորդ առավոտյան։ Եվ այդ հովիվն ասաց՝ «Գիտես, ինձ մոտ շատ ծանր շրջան է»։ Ես ասացի. «Իսկապես, ինչ է կատարվում»։ Նա ասաց. «Ես մեծ հալածանք եմ կրում ամբողջ քաղաքից»։ Ես ասացի. «Իսկապես, ինչ է կատարվում»։ Նա ասաց. «Ես ասել եմ բոլորին իմ եկեղեցում, եւ դուք պետք է հասկանաք սա, 10-15 տարի առաջ էր»։ Նա ասաց. «Եթե որևէ հաստատությունում համասեռամոլ է աշխատում, բոյկոտեք այն»։ Այսինքն, եթե որևէ վայրում համասեռամոլ մատուցող է աշխատում, եթե ինչ-որ խանութում վաճառողը համասեռամոլ է, մի գնացեք այնտեղ։ Ես ասացի այդ հովվին. «Այդ դեպքում ինչու չասես նրանց, որ չգնան այն խանութները, որոնց աշխատողները պոռնոգրաֆիա են դիտում, դավաճանում են իրենց կանանց կամ անարգում են իրենց ծնողներին։ Քո եկեղեցու անդամները ոչ մի տեղ չեն կարողանա գնալ»։ Նա մի փոքր բարկացավ, բայց ես խիստ բարկացած էի։ Ես ասացի. «Ինչու ես առանձնացրել սա որպես մեծ մեղք»։ Ես սա նկատի ունեմ, խոսելով մեղքերը դասակարգելու մասին։ Եվ գիտեք թե ինչն է հետաքրքիր։ Տերն իրականում օգտագործեց այդ զրույցը։ 6 ամիս անց ես մի եկեղեցում էի, որտեղ Աստծո շարժ սկսվեց, եւ այն մի ամբողջ շաբաթ տևեց։ Մենք միայն 2 երեկո էինք ծրագրել, դա 10-15 տարի առաջ էր, իրականում 15 տարի առաջ, երբ ես սովոր էի ավելի երկար մնալ եկեղեցիներում։ Հիմա այդպես չեմ անում, հիշում եմ, որ ուզում էինք երկօրյա հավաքույթներ անցկացնել, բայց արդյունքում դրանք ամբողջ շաբաթ տևեցին, եւ այդ շաբաթ հիշում եմ, որ մի մարդ մոտեցավ ինձ ծառայություններից մեկի ավարտին, բոլորը զրուցում էին եւ դուրս էին գալիս դահլիճից, եկեղեցին լեփլեցուն էր, այդ մարդն ասաց ինձ. «Կաղոթեք ինձ համար»։ Ես ասացի իհարկե, եւ երբ աղոթեցի, բառացիորեն Աստծո ներկայությունն այնքան ուժգնորեն իջավ նրա վրա, որ ես նույնիսկ չհասցրի հրաժեշտ տալ նրան։ Աստծո ներկայությունն այնպես հպվեց նրան։ 1 ամիս անց մեր գրասենյակը մի զանգ ստացավ։ Ես ընդունեցի այդ զանգը եւ զանգողը այդ մարդն էր։ Նա ասաց. «Ողջույն, իմ անունը JR է։ Միգուցե ինձ չեք հիշում»։ Ես ասացի. «Այո, ես հիշում եմ ձեզ։ Դուք մոտեցաք ինձ, երբ ես Ալաբամայում էի նախավերջին երեկոյան ծառայությանը։ Մոտեցաք ինձ անմիջապես ծառայության ավարտին եւ խնդրեցիք աղոթել ձեզ համար»։ Նա ասաց. «Ճիշտ է, դուք հիշում եք ինձ։ Դուք ոչինչ չգիտեք իմ մասին»։ Ես ասացի. «Այդ դեպքում պատմեք ձեր մասին»։ Նա փոխեց թեման գրեթե 10 րոպեով եւ ասաց. «Եթե միայն իմանայիք, թե ով եմ ես»։ Ես ասացի. «Պատմեք ինձ, թե ով եք դուք»։ Նա փոխեց թեման եւս 10 րոպեով։ Այնուհետեւ ասաց. «Եթե միայն իմանայիք, թե ով եմ ես»։ Ես ասացի. «JR, բավական է»։ Հենց հիմա բավական է։ JR, պատմեք, թե ով եք դուք, այլապես մեր զրույցը չի շարունակվի։ Նա ասաց. «Ես համասեռամոլ եմ»։ Ես ասացի. «Ես գիտեմ»։ Նա ասաց. «Դուք գիտեք»։ Ես ասացի. «Այո, երբ աղոթում էի ձեզ համար, ես գիտեի, որ դուք համասեռամոլ եք»։ Նա ասաց. «Ինչ դուք մտածեցիք, որ ես այլասերված եմ»։ Ես ասացի. «Ոչ, JR, թույլ տվեք մի բան ասել։ Ես հաջողակ երիտասարդ էի։ Ես Փերդյու համալսարանի առաջատար ուսանողներից էի։ Փերդյու համալսարանի թենիսի թիմում էի։ Ես հաճախ էի աղջիկների հանրակացարանում լինում։ Ինձ աղջիկներ էին դուր գալիս։ Ես կախվածություն ունեի պոռնոգրաֆիայից, բայց գիտեք ինչ, ես չէի ճանաչում Հիսուսին եւ ես նույն դժոխքն էի գնում, որը հիմա դուք եք գնում։ Եվ ես վառվելու էի հենց ձեր կողքին»։ Նա ասաց. «Ինչ»։ Ես ասացի. «Այո, ես վառվելու էի հենց ձեր կողքին, եթե Հիսուսը չփրկեր ինձ»։ Ես կիսվեցի ավետարանով եւ նա լսում էր։ Եվ գիտեք ինչ, ես աղոթեցի նրա հետ փրկության համար։ Աղոթեցի, որ ազատագրվեր համասեռամոլությունից եւ փրկվեր, եւ նա փրկվեց այդ հեռախոսազանգի ընթացքում։ Շուրջ 6 ամիս անց այդ եկեղեցու հովիվը Օրլանդո եկավ, որտեղ մենք այդ ժամանակ ապրում էինք եւ մենք գոլֆ էինք խաղում։ Եվ մինչ մենք գոլֆ էինք խաղում, այդ հովիվը ասաց. «Ջոն, հիշում ես JR անունով այն մարդուն»։ Ես ասացի. «Այո»։ 6 ամիս առաջ նա մեր գրասենյակ զանգեց եւ ես աղոթեցի նրա համար, որպեսզի փրկվի եւ ազատագրվի համասեռամոլությունից։ Նա ասաց. «Իսկապես, Ջոն, Աստծո կրակը նրա վրա է»։ Նա արջևի շարքում է նստում, նա բերում է ամբողջ քաղաքի մարմնավաճառներին, կավատներին, համասեռամոլներին եւ նրանք փրկվում են իմ եկեղեցում։ Ես ասացի. «Այո, հրաշալի է դա լսելը»։ Հասկանում եք, մենք պետք է հիշենք սա։ Մեղքը մեղք է։ Եվ Հիսուսը տվել է իր կյանքը, որպեսզի մենք ազատ լինենք մեղքից, այդ թվում չներումից։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո եւ էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 120 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Կարող եք ասել ամեն։
Ամեն։ Եվ ինչ կատարվեց։ Այն մարդը, որին ներվել էր անվճար պարտքը 14.5 միլիարդ դոլարը, գտավ մի ծառայակցի, որը 100 դահեկան էր պարտք իրեն։ Ինչ է դահեկանը։ Դահեկանը մեկ օրվա աշխատավարձի չափ է, իսկ 100 դահեկանը տարեկան աշխատավարձի գրեթե 1/3-ն է։ Լավ, քանի որ մենք տարեկան մոտավորապես 260 օր ենք աշխատում, եթե չհաշվենք շաբաթվա վերջին օրերը եւ տոները, ճիշտ է, պատկերացրեք, որ տարեկան 30,000 դոլար եք վաստակում։ Եկեք պատկերացնենք դա։ Եթե ինչ-որ մեկը վերցներ ձեզնից ձեր աշխատավարձի 1/3-ը, 10,000 դոլարը եւ չվերադարձներ, դա փոքր վիրավորանք կլիներ։ Միթե նա կարող էր ասել ները իր ընկեր, իսկ դուք կասեիք ոչ մի խնդիր, դա այդպիսի վիրավորանք է։ Ոչ, երբ ինչ-որ մեկը վերցնում է ձեր վաստակածի 1/3-ը, դա լուրջ է, եւ մենք նկատի չունենք կառավարությանը, ձեր տարեկան եկամտի 1/3-ը, լավ, մենք արդեն իսկ պետք է ներենք կառավարությանը, այո։ Այսպիսով Հիսուսն ուզում էր ասել, որ նրա ծառայակիցը լրջորեն վիրավորել էր նրան։ Ճիշտ է, բայց 10,000 դոլարը նույնիսկ կաթիլ չէ դույլի մեջ 14.5 միլիարդ դոլարի համեմատ, ինչը կրկին հաստատում է իմ խոսքերն այն մասին, որ նա ով չի կարողանում ներել, մոռացել է այն ներումը, որը շնորհվել է իրեն։ Նա չներեց եւ բաց չթողեց իր ծառայակցին, այլ բռնեց նրան եւ բանտը գցեց, մինչեւ որ վճարեր իր պարտքը։ Դուք հենց դա եք անում, երբ հրաժարվում եք ներել։ Դուք բանտարկում եք ինչ-որ մեկին եւ ասում եք. դու կվճարես ինձ այն, ինչը իմ կարծիքով պարտք ես ինձ, եւ դատավոր եք դառնում։ Ահա թե ինչու է Հակոբոսն ասում՝ մի դատեք, եւ Հիսուսն է ասում՝ մի դատեք, քանի որ դուք դատավճիռ եք կայացնում։ Դու այսինչ բանն ես արել իմ հանդեպ, դու կվճարես այն, ինչ ես կորոշեմ։ Դա կարող է լինել սառը վերաբերմունք, դա բավարար վճար է, դա կարող է լինել մարդուն անտեսելը կամ խստորեն վերաբերվելը։ Դուք դատավճիռ եք կայացնում, եւ հենց որ այն ի կատար է ածվում, ասում եք. վերջ, դու ներված ես։ Այդ ծառան հենց այդպես վարվեց, բանտարկեց իր ծառայեկցին, այո։ Երբ մյուս ծառայեկիցները տեսան, թե ինչ նա արեց, շատ բարկացան։ Նրանք գնացին եւ պատմեցին թագավորին։ Երբ թագավորը լսեց այդ մասին, կանչեց այդ ծառային եւ ասաց. ահա թե ինչ ասաց թագավորը այդ ծառային։ Չար, ուշադրություն դարձրեք չար բառին, չար ծառա։ Ուշադրություն դարձրեք նա չասաց չար կողմնակի անձ, չար հեթանոս։ Ինչու՞, այդ մարդու անվճար պարտքը ներվել էր, նա թագավորության մեջ էր։ Նա ծառայակից էր։ Դուք հետևում եք ինձ։ Ես այն ամբողջ պարտքը շնորհեցի քեզ, որովհետև դու աղաչեցիր։ Ուշադրություն դարձրեք։ Պետք չէր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես որ բոլորդ ասեք ինչպես որ ես էլ քեզ ողորմեցի։ Աստվածաշունչը չի առաջարկում, այլ պատվիրում է ներել, ինչպես որ մենք ենք ներում ստացել։ Կարդացեք այս խոսքը, իրար ներելով, ինչպես դուք տեսնում եք ինչպես բառը Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Նա ասում է չար ծառա։ Պետք չէր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես որ ես էլ քեզ ողորմեցի։ Եկեք շարունակենք կարդալ։ Նրա տերը բարկանալով նրան մատնեց դահիճներին, բոլորդ ասեք դահիճներին, այսինքն դիվային հոգիներին։ Սա է պատճառը, որ նրանք, ովքեր հրաժարվում են ներել, չարչարվում են, մշտապես չարչարվում են։ Նրանք գիշերն արթուն պառկած են անկողնում, մտածելով, թե որքան վատ են վարվել իրենց հանդեպ կամ թե ինչպես են իրենք հատուցելու։ Նրանք չարչարվում են, այո, մինչև որ ամբողջ պարտքը վճարի նրան։ Այսինքն անվճար պարտքը։ Ես թույլ կտամ, որ յուրացնեք սա։ Այս խոսքը հանկարծակիի է բերում, եւ մարդիկ շատ արագ են կարդում այն։ Բայց նա ասաց. վճարիր այն ամենը, ինչ պարտք ես։ Քանիսդ գիտեք, որ երբ Հիսուսն առակներ էր պատմում, նա մշտապես սպասում էր, որ ինչ-որ մեկը առանձին մոտենար իրեն եւ հարցներ. ինչ նկատի ունեիր, ճիշտ է, եւ նա մեկնում էր այն։ Սա միակ առակն է 4 ավետարաններում, որը Հիսուսը պատմելուց հետո մեկնեց, չսպասելով, որ իրեն հարցնեին։ Ինչու՞, քանի որ այն, ինչ նա ասաց, այնքան աներևակայելի է, որ նա ուզում էր, որ մարդիկ հասկանային դա։ Ահա նրա մեկնությունը։ Նա ասաց. այնպես էլ իմ երկնային հայրը կանի ձեզ, եթե դուք ամեն մեկդ իր եղբորը, խոսքը հավատացյալների մասին է, ձեր ամբողջ սրտից չթողնեք նրանց հանցանքը։ Գիտեք, թե ինչն է զարմանալի։ Ես կարող եմ ավելի շատ խոսքեր ցույց տալ նոր կտակարանից այն մասին, որ մարդը ներում չի ստանա Աստծուց, եթե հրաժարվի ներել, քանի որ մարդասպանները ներում չեն ստանա։ Եկեք գոչենք այն մասին, ինչի մասին Աստված է գոչում։ Ես 4 այսպիսի խոսք ցույց կտամ ձեզ, 4 նմանատիպ խոսք, այո։ Ես 4-ն ունեմ։
Որ ժամանակ որ կանգնեք, աղոթք անեք, այժմ մեկ հարց։ Մեղավորները սովորաբար աղոթում են։ Մենք անմիջապես հասկանում ենք, ասելով որ ժամանակ որ կանգնեք, աղոթք անեք, նա դիմում է Աստծո զավակներին։ Ներեք, եթե մեկի դեմ բան ունենաք, որպեսզի ձեր հայրն էլ որ երկնքում է, միթե Աստված հայր է մեղավորների համար։ Ոչ։ Նա Աստված է մեղավորների համար։ Նա հայր է Աստծո զավակի համար Հիսուս Քրիստոսի ուխտի միջոցով։ Այստեղ նա ակնհայտորեն նկատի ունի հավատացյալներին։ Որպեսզի ձեր հայրն էլ որ երկնքում է, ձեր հանցանքը թողնի ձեզ։ Բայց եթե դուք չներեք, ձեր հայրն էլ որ երկնքում է, ձեր հանցանքը չի ների ձեզ։ Չգիտեմ, կարելի է ավելի պարզ ասել։ Այս խոսքերն ասվեցին նրա 3.5 տարի տևող ծառայության ավարտին։ Այս խոսքերն ասվեցին նրա խաչելությունից 1 շաբաթ առաջ, ճիշտ է։ Եկեք անցնենք Հիսուսի ծառայության սկզբին։ Կարդացեք սա Մատթեոսի 6-րդ գլխում է լեռան քարոզում, որովհետև եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողնեք, ձեր երկնային հայրն էլ կրկին սա վերաբերում է հավատացյալներին, ձերը կթողնի։ Բայց եթե դուք մարդկանց հանցանքները չթողնեք, ձեր հայրն էլ չի թողնի ձեր հանցանքները։ Կրկին ձեր հայրը։ Եթե չներեք, դուք չեք ներվի։ Կարդացեք սա Ղուկասի ավետարանից. ներեք եւ ներված կլինեք, եւ մեկ խոսք տերունական աղոթքից։ Մենք աղոթում ենք սա տերունական աղոթքն է։ Եվ ների՛ր մեր մեղքերը, ինչպես որ մենք ենք ներել նրանց, ովքեր մեղանչել են մեր դեմ։ Ուզում եմ պատմել ձեզ իմ մեծագույն հերոսներից մեկի մասին։ Այդ մարդը, ես շատ բարձր եմ գնահատում նրան։ Թույլ տվեք պատմել ձեզ նրա մասին։ 2012 թվականին ինձ հրավիրեցին քարոզելու մի եկեղեցում Կալիֆոռնիայում։ Այդ կիրակի առավոտյան, ինչպես նկատեցի, ամեն կիրակի շուրջ 1200 մարդ էր հաճախում այդ եկեղեցի։ Ես քարոզեցի առաջին ծառայությանը, ամեն ինչ հրաշալի էր։ Հովիվը նա իտալացի էր, թիկնեղ մի մարդ էր։ Նա ասես մեծ արդյունք լիներ։ Ես անմիջապես սիրեցի այդ մարդուն։ Նա նաև իտալացի էր, դե լավ, նա քրիստոնյա իտալացի էր։ Միթե դա ավելի լավ չէ, ծառայությունը հրաշալի էր։ Մենք ավարտեցինք առաջին ծառայությունը։ Այդ առավոտյան 3 ծառայություն կար։ Երբ դուրս էին գալիս առաջին ծառայությունից հետո, նա ցույց տվեց այցելուներին ողջունող մի տղամարդու։ Նա կարգուկանոնի ծառայող էր։ Նա ցույց տվեց այդ տղամարդուն եւ ասաց. «Տեսնում ես այդ տղամարդուն»։ Ես ասացի. «Այո, տեսնում եմ նրան»։ Նա ասաց. «Հիշիր այդ տղամարդուն»։ Ես ասացի. «Լավ»։ Նա շարունակեց. «Տեսնում ես այնտեղ ետևի շարքում նստած կնոջը, հիշիր նրան»։ Ասացի. «Լավ, ես կհիշեմ այդ կնոջը եւ այդ տղամարդուն»։ Մենք նրա գրասենյակ գնացինք։ Եվ նա ասաց. «Ջոն, ուզում եմ պատմել քեզ իմ պատմությունը, քանի որ այն կապված է նաեւ քեզ հետ»։ Նա ասաց. 1987 թվականին ես երիտասարդականի հովիվ էի մի հայտնի եկեղեցում այս քաղաքում։ Մենք 1500 անդամ ունեինք։ Դուք պետք է հասկանաք, որ 1987 թվականին 1500 անդամ ունեցող եկեղեցի մեծ էր։ Մենք գերազանցել ենք այդ սահմանափակումներն այս հազարամյակում, բայց այդ ժամանակ դա մեծ եկեղեցի էր։ Դա մեգա եկեղեցի էր, ճիշտ է, եւ այն շատ հայտնի եկեղեցի էր։ Նա ասաց. «Ես երիտասարդականի հովիվ էի։ Ես ամուսնացած էի եւ 3 փոքր երեխա ունեի»։ Նա ասաց. «Իմ ավագ հովիվը փախավ իմ կնոջ հետ եւ ես մնացի իմ 3 փոքր երեխաների հետ»։ Ջոն, ամենավատն այն էր, որ ընդամենը 2 շաբաթ առաջ ես թաղել էի հորս։ Եվ այդ դեպքից հետո իմ ավագ հովիվը փախավ իմ կնոջ հետ։ Նա ասաց. 2 շաբաթ անց, այսինքն արդեն 1 ամիս անց, եկեղեցու երեցներն ասացին ինձ. «Մենք շատ ենք ուզում, որ ավագ հովիվը վերադառնա, այնպես որ մենք հեռացնելու ենք քեզ աշխատանքից, քանի որ եթե այստեղ մնաս, նա չի վերադառնա»։ Դա սրտխառնոց է առաջացնում, այո։ Նա ասաց. «Ջոն, մի քանի շաբաթ անց ես տեղափոխվեցի ապրելու իմ ընկերոջ ավտոտնակում իմ 3 երեխաների հետ։ Ես չկարողացա վարձավճար տալ, եւ ինձ վտարեցին տնից, եւ ես ապրում էի իմ ընկերոջ ավտոտնակում։ Հայրս նոր էր մահացել։ Իմ ավագ հովիվը, որն իմ հայրն էր հավատքի մեջ, փախել էր իմ կնոջ հետ, իսկ ես ապրում էի ավտոտնակում իմ 3 երեխաների հետ։ Ժամանակն անցավ եւ 1991 թվականին նա կրկին ամուսնացավ 2 տարի անց, 1989 թվականին եւ 1991 թվականին եկեղեցի հիմնեց անսահման հույս անունով։ Նրա եկեղեցին աճում էր եւ դարձավ այն եկեղեցին, որտեղ ես ծառայեցի 2012 թվականին։ Նա ասաց. «Հիշում ես այն տղամարդուն եւ կնոջը, որոնց ես ցույց տվեցի քեզ»։ Ես ասացի. «Այո»։ Նա ասաց. «Այդ տղամարդն իմ ավագ հովիվն էր, իսկ այդ կինն իմ նախկին կինն էր»։ Նրա որդին գրասենյակում էր եւ ես ասացի. «Այդ կինը քո իսկական մայրն է»։ Նա ասաց. «Այո, նա իմ իսկական մայրն է»։
Ես ասացի լավ, դու պետք է բացատրես դա ինձ։ Նա ասաց Ջոն 1994 թվականին ինչ որ մեկը տվեց ինձ քո գիրքը Սատանայի խայծը, եւ ես կարդացի, Աստված սկսեց հալեցնել իմ սիրտը։ Նա ասաց 1997 թվականին 3 տարի անց, երբ նրանք եկան ինձ մոտ եւ ներողություն խնդրեցին, ասելով մենք այնքան ենք ցավում մեր արարքի համար։ Կարող են քո եկեղեցու անդամները դառնալ։ Նա ասաց. Սկզբում ես ուզում եի ասել, որ այս տարածքում շատ եկեղեցիներ կան։ Բայց Աստված այնքան հստակ խոսեց ինձ հետ։ Նա ասաց. հիշում եմ, որ լսեցի նրա ձայնը։ Աստված ասաց ինձ. դու հնարավորություն ունես ներելու նրանց, ինչպես որ ես ներեցի քեզ։ Նա ասաց. Ջոն, ես անցկացնելու եմ հավիտենությունը երկնքում նրանց հետ։ Ես որոշեցի ներել նրանց եւ թույլ տալ իմ եկեղեցի հաճախել։ Նրանք 5 տարի է այստեղ են։ Վերջերս մենք աշխատանքի ընդունեցինք իմ նախկին կնոջը հաշվապահական բաժնում, իսկ նա մեր կարգու կանոնի ծառայողներից է, եւ նա ասաց. Ջոն, մենք հրաշալի ընկերներ ենք։ Այդ օրը ես նայեցի այդ մարդուն եւ ասացի. դու մեծագույն մարդկանցից մեկն ես, որոնց ես երբևէ հանդիպել եմ։ Ես ասացի. դու ճշմարտապես ներեցիր ինչպես որ Աստված է ներել քեզ։ Անկարելի է այդպես ներել, անկարելի է, եթե Աստծո սերը սփռված չէ ձեր սրտում։ Քանի որ Աստված ներեց մեզ, երբ բոլորովին արժանի չէինք դրան, այդ կարողությունը կա ձեր սրտում։ Չարժե կապված լինել Սատանայի խայծին, վիրավորանքի ծուղակին եւ վիրավորանք պահել թույլ տալով, որ ձեր սրտի դաշտում դառնության արմատներ աճեն։ Քանի որ Աստծո սերը սփռված է ձեր սրտում, դուք կարող եք ներել, նույնիսկ երբ մարդիկ արժանի չեն դրան։ Մենք կշարունակենք խոսել այս մասին հաջորդ դասին։ Կտեսնվենք։